Պարոն Մխիթարյան, նախ ինչպիսին են սպասելիքներ այսօրվա հանրահավաքից։ Տեսեք, ինչպես երեկ նաև հայտարարել ենք, այսօր միանշանակ հավատում ենք ու վստահ ենք, որ այսօր Հայաստանի Հանրապետության պատմական այս անիվը թեքվելու է դեպի իշա Հայաստանի Հանրապետության, իշա իրական մեր հայրենիքի։ Վստահ եմ, այսօր հրաշալի օր ենք ունենալու, այսօր նաև նշանավորվում է մեկ կարևորագույն փաստը, որ վերջապես Սամվել Կարապետյանը իրավունք է ունենալու տեսաուղերձով հանդես գալ ու միաժամանակ նաև օգտվելով առիթից ցանկանում եմ ցավակցությունները հայտնեմ այսօր տեղի ունեցած բոլորն են վստահ եմ տեղակին ինչի մասին է խոսքը դեպքի արդիվ ու իրականում Վաղամերի Կարմեն Գրիգորյանը շատ միտք նշեց, որ գնա որ էլ մարդ չմեռնի, այսօրվա վարչապետի աթոռը զբաղեցնող անձի յուրաքանչյուր օրը միայն ու միայն վնաս է տալիս Հայաստանի Հանրապետությանն ու մեր քաղաքացիներին։ Պարոն Մխիթարյան, մենք 2 օր առաջ ենք Շիրակից վերադարձել, Ամասիայում մեծ զրույցում բնակիչներն են փոխանցել, որ մարզպետանից իրենց ասել են, որ Սամվել Կարապետյանը գա իշխանության, մեր տղաներին տանելի է Ռուսաստան պատերազմի։ Դուք իդեպ հավատացել են Շիրակում, ինչպես եք մեկնաբանում ես։ Ես քանի որ նաև Շիրակի մարզի ներկայացուցիչ եմ, համակարգում նման տեղեկատվություն միանշանակ չկա, դա Նիկոլ Փաշինյանի սցենարով հերթական մանիպուլյացիաների, հերթական սդի ու կեղծիկի թուլության արտահայտումն է, նման բան չի կարող լինել, Հայաստանի Հանրապետությունում վստահ եմ դժվար է լինելու գտնել Սամվել Կարապետյանի նման հայրենասեր մարդու, առավել ևս չեմ խոսում, որ հայրենիքից մարդան ինչ-որ պատերազմի, դա բացառված է։ Ինչպես տանեք, որ չհավատան։ Մարդկանց հետ ուղղակի պետք է շփվել, որովհետև տեսեք, նամանավանդ մի փոքր կենտրոններից կդրված մարդկանց մոտ խնդիրը կայանում է նրանում, որ իրենք միայն ու միայն ստիպված են լինում հետևել Հայաստանի հմեկ հեռուստաընկերությանը, եթե անկեղծ ես էլ կցանկանայի ապրել հմեգի Հայաստանում, բայց ցավոք սրտի հմեգի Հայաստանն ու իրական Հայաստանը չափից ավել տարբերվում են իրարից։ Պարոն Մխիթարյան, Վարդան Ղուկասյանի փեսան նախկին է թե նախկին չէ։ Նախկին ու ներկայի կամ նախկին կամ ոչ նախկինի այստեղ թեմա չկա, այստեղ ինչպես նաև Նարեկն մեր Կարապետյան երեք հստակ նշեց, որ մեր կարևորագույն նպատակը համագործակցելն է, ընդհանուր միջև համագործակցելը նաև այն մարդկանց, ովքեր որ իրոք մտածում են Հայաստանի Հանրապետության մասին։ Ասեմ ավելին, ինչպես երեք իրենք էին, մեր հրապարակված նախնական ցուցակի մասով մեկնաբանություններ թողնում, եկեք անկեղծ լինենք, թե առնվազն առաջի 100-ի մեջ ինչքան փաստացի նախկիններ կան, ով որ նաև մեղադրվում են մի շարք ոչ իրավաչափ գործողությունների մեջ։ Մեր համար կարևորագույն գործոնը այն է, որ ցուցակում մեր կողքին եղած մարդիկ, եղած ուժերը պետք է գերադասեն Հայաստանի Հանրապետությունը, պետք է գերադասեն Հայաստանի Հանրապետության քաղաքացու արժեքը եւ կարևորությունը եւ ով մտածում է մեր երկրի հայրենիքի մասին, միանշանակ մեր հետ է լինելու։ Շնորհակալություն։